Ջորջ Դոքմեջյանի հայկական արմատներով առաջին ու դեռ միակ Կալիֆոռնիայի նահանգապետի վիդեո և ֆոտոարխիվ նորերս ցուցադրության է դրվել Լոս Անջելեսի հայոց առաջնորդարանում։ Երկաթե ձյուկ ժամանակին այս մականունով են կնքել նրան ամերիկյան հանցավորության դեմ վարած իր կոշտ պայքարի ու պետական ծախսերի խնայողության համար։ Նոր սերունդը պետք է ճանաչի և փորձի գնալ նրա ճանապարհով, ասում են հիշատակի միջոցառման կազմակերպիչները։ Մենք պիտի ուզենք, որ իրենք ունենան նաև դեսիլքը ավելի բարձր աստիճաններով հասնելու։ Պիտի մերժեն միջակայություններ, պիտի բարձունքներու ցկտին։ Այդ է մեր սպասումը մեր երիտասարդներին։ Ջորջ նույն ինքը Գուրգեն Դոքմեջյանը քաղաքականությունում որքան խիստ ու ազդեցիկ դեմք էր, նույնքան մեղմ մարդ էր ընտանիքում։ Ներկաներին պատմել է նրա տիկինը։ Նա հպարտ էր իր հայկական արմատներով, նրա համար կարևոր էին կրթությունը, կարգապահությունը և համայնքին ծառայելը։ Չնայած զբաղվածությանը, ընտանիքը միշտ նրա կյանքի կենտրոնում էր։ Ցեղասպանությունը վերապրած ծնողների Զավակ Դոքմեջյանի անցած ուղին ծանոթները, գործընկերները բնութագրել են որպես ներգաղթյալի հաջողության ամերիկյան պատմություն։ Նրա կյանքը մեզ սովորեցնում է, որ կրթությունը, աշխատասիրությունը և քաղաքացիական պատասխանատվությունը իրական առաջնորդության հիմք են։ Դոքմեջյանի ծառայության օրոք նաև տեղի հայերն են բարձր պաշտոնների նշանակվել, դատավորներ են ունեցել։ Բոլորս ենք հպարտանում նահանգային դատախազից մինչև սենատոր, ապա և նահանգապետ դարձած մեծանուն հայով, ասել է երեկոյին մասնակցող ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսը։ Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայ ազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև հպարտության առարկա դարձել Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենագիտների համար։ Որպեսզի Կալիֆոռնիայի 35-րդ հայ նահանգապետի օրինակը ոգևորի քաջալերի Սփյուռքի մերօրյա երիտասարդներին ԱՄՆ-ում ձգտել բարձր պաշտոնների, միջոցառմանը հայտարարվեց Ջորջ Դոքմեջյանի անվան կրթաթոշակ սահմանելու մասին։ Հիմնադրամը կֆինանսավորի մեծ քաղաքականություն մտնել փորձող անձանց, հոգալով նրանց լավ կրթություն ստանալուց մինչև աշխատանքում առաջ մղման ծախսերը։ Այդ կրթաթոշակը պիտի օգնի այն երիտասարդներուն, որոնք նման ասպարեզ պիտի ուզեն ուրեմն հաջողություն գտյան նման ասպարեզի մեջ։ Շատ կարևոր է, որ ուզեն հետաքրքրվեն քաղաքականությամբ, որովհետև այս օրերում կարող է քաղաքականությունը շատ չհետաքրքրի երիտասարդության, բայց ես կարծում եմ գնալով այդ ավելի հեշտանում է մեզ համար, որովհետև գաղութը ավելի հզոր է եւ որովհետև մասնակցությունը ավելի մեծ է, այսինքն հայերը ավելի են հաշվի առնվում, քան թե որևէ ժամանակ։ Նայեք փոքր գործերի համար ձեր կյանքն ու ժամանակը չսպառեք պոտենցիալ ունեցող երիտասարդներին ուղղված ու նրանց շուրջ համախմբվելու կոչ է հնչել Դոքմեջյանի հիշատակի հավաքին։ Հարկավոր է համախմբվել, իրար չխանգարել, չունենալու 9 թեկնածուների փոխարեն ունենալու մեկին առաջ տանել, մեկին աջակցել ու ես վստահ եմ, որ կունենանք։ Ջորջ Դոքմեջյանը Կալիֆոռնիայի նահանգապետ է աշխատել 8 տարի 1983-ից 91 թվականներին։ Պատմություն մտել որպես ամերիկահայ քաղաքական գործիչ, ով ավելացրել է կրթության պետական ֆինանսավորումը, նվազեցրել հանցավորությունն ու 2.8 միլիոն աշխատատեղ ստեղծել։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Փափազյան, լուրեր։